ԱՄՆ-ի բանակցություններում Կիևի նպատակն է ժամանակ շահել, որպեսզի եվրոպական երկրները կարողանան մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ Այս մասին գրում են New York Times-ի մեկնաբաններ Էնդրյու Կրամերը եւ Ալան Ռապեպորտը, ովքեր չեն թաքցնում իրենց հակառուսական եւ հակատրամփական դիրքորոշումը։ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի առաջնային նպատակն է հնարավորինս նվազեցնել իր ռազմական ներուժի վրա բացասական հետևանքները։ Դրանք ձևավորվել են Թրամփի օրոք Ամերիկայի դեպի Ռուսաստան ուղղված աշխարհաքաղաքական շրջադարձի հետևանքով, ինչը կարող է ժամանակ շահել, որպեսզի եվրոպական երկրները մեծացնեն օգնությունը, գրում է պարբերականը։ Պարբերականը առաջիկա բանակցությունների վերաբերյալ Կիևի առաջարկը անվանել է մինչ այժմ հնչեցրածներից առավել մանրամասն։ Ի պատասխան Ուկրաինան սպասում է ԱՄՆ-ի կողմից մեկ անհետաձգելի քայլի՝ ռազմական օգնության վերսկսմանը եւ հետախուզական տվյալների փոխանակմանը, որոնք Թրամփը դադարեցրել էր Օվալաձև գրասենյակում տեղի ունեցած վեճից հետո, գրում է թերթը։